Մեր երկիրը գտնվում է արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում դիտվել են տեղումներ եւ այս պահին տեղումները շարունակվում են, բայց այսօր երեկոյան ժամերից այդ ցիկլոնը ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, իր տեղը զիջելով կրկին հարավ-արևմուտքից ներթափանցող տակոթային հոսանքներին։ Անձրևով սկսվեց շաբաթը։ Հոկտեմբերի համար աննախադեպ շոկից հետո զովությունից բացի երկու կարևոր խնդիր լուծեց եղանակը։ Նախ ամբողջությամբ հանգցրեց հինգշաբթին ու Բարաշենում բռնկված հրդեհը, որի դեմ 3 օր պայքարում էին հրշեջները։ Այդ կրակը այս տարվա ամենամեծն էր։ Մի քանի օր աղբանոցը ծխում էր մթնոլորտ նետելով թունավոր գազեր։ Հիմա արդեն միայն շատ թույլ ծուխ է մնացել։ 1041 մեքենա հող են լցրել աղբի վրա։ Նուբարաշենի հարակից տարածքում տեղադրված սարքերի տվյալներով հոկտեմբերի 5-ից 12-ը ծծմբի երկօքսիդի քանակը օդում ավելի քան 3 անգամ գերազանցել է նորման։ Պիտի նշեմ, որ այդ օրը արդեն կեսօրից հետո սկսեց աղտոտվածությունը նվազեցնել, կապված եւ հրդեհի ծավալների փոքրացման եւ քամու ուղղության փոփոխության հետ եւ արդեն այդ օրվա վերջում ցուցանիշները գտնվում էին կրկին 50-50-ից 70 այդ միջակայքում, այսինքն վերադարձել են նախորդ հոկտեմբեր ամսվա միջև հրդեհ եղած միջին արժեքներին։ Առողջապահության նախարարությունն էլ նախորդին հորդորում էր հանուն ձեր իսկ առողջության սպորտով չզբաղվել դրսում ու առհասարակ ցանկալի է դրսում չլինել, ինչու միանգամից արձագանք չի եղել։ Մոնիտորինգը ցույց էր տալիս ուրբաթ օրվա դրությամբ, որ չունենք ցուցանիշների գերազանցումներ, ընդհակառակ ունենք նվազեցում ցուցանիշների, որը կապված էր քամու ուղղության եւ օդային զանգվածների հոսքի հետ, որը բավականին սևծովից թարմ մաքուր օդ էր բերել դեպի Երևան քաղաքի տարածքում, բավականին օդը մաքուր էր։ Այդ պատճառով անհրաժեշտություն չկար այդ օրը նման հաղորդագրության, իսկ հաջորդ օրը արդեն երբ որ ծուխը տեղափոխվել էր քաղաքի տարածք եւ ցուցանիշները բարձրացել են, այդ ժամանակ եղան համապատասխան արձագանք եւ հաղորդագրությունները։ Կրակը չի, որ մարդ է սպանում, այլ ծուխը, բնապահպաններն են ասում, բայց կարծես թե ոչ միայն ծուխը։ Հայհիդրոմետը օդի աղտոտվածության ցուցանիշն է հրապարակել։ Անձրևը տեխնիկապես օդն է մաքրել ինչ-որ չափով։ Այնուամենայնիվ տարբեր պատճառներով մի քանի վարչական շրջաններում օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանն անցնում է։ Իսկ քաղաքացիները զգացել են օդի աղտոտվածությունը։ Երևանի եմ ապրում, հենց ամրոցի տակ։ Այ օրինակ այդ աղբանոցը, որ վառվում է, մենք տեսնում ենք այդ, ասենք, ծուխը, մյուսը, բայց հավատացեք, ես օրինակ ոչինչ չեմ զգացել, ոչ հոտ եմ առել։ Ցավոք դուրս եմ աշխատում, բայց այդ որ սովետաշենի բանում այդ սալկայում պաժարը ստացվել էր։ Որ ստեղ կենտրոն ենք ապրում, դուք գիտեք, մեր կենտրոնը ցածր է, չէ՞։ Ստեղ միշտ այդ փոշին միշտ զգում ենք։ Ինչ վերաբերում է աղտոտվածությանը, դե ոնց կարող է չաղտոտվի, եթե այսքան տրանսպորտը, մյուսը լավ էլ օդը, մանկապարտեզից ահագի ման են գալիս, օրինակ, ինձ շատ դուր է գալիս։ Չի ասի, որ մաքուր է։ Ահա որ Երևանի օդը օգտագործում ենք դիմակներից, որտեղ բավականին շատ տհաճ հոտ էր։ Այդ կարգի կեղտոտ չի մեր օդը, որ նման բաներ օգտագործենք։ Հայհիդրոմետի տվյալներով Երևանի օդում տարբեր ամիսների տարբեր քիմիական նյութեր գերազանցում են թույլատրելի նորմը։ Քաղաքում ուղղակի զբոսնելիս դա գուցե չզգաք, բայց բժիշկներն ասում են, որ երկարաժամկետ հետևանք կարող է ունենալ։ Հորդորում են հետևել քաղցկեղի վիճակագրություններին։ Օրինակ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Հայաստանը 185 երկրներից 70-րդն է։ Այստեղ յուրաքանչյուր 100,000 մարդու հաշվարկով մոտավորապես 200 դեպք է գրանցվում։